Նպաստ ստանալու համար նախ պետք է կարողանալ օգտվել համակարգչից։ Պետությունից սոցիալական օգնություն ստանալու համար այսօր Հայաստանում միայն անապահով լինելը կարծես բավարար չէ։ Պետք է ունենալ սմարթֆոն կամ համակարգիչ, ինտերնետ, էլեկտրոնային փոստ, կարողանալ գրանցվել առցանց համակարգում, լրացնել բազմաթիվ տվյալներ, գտնել կոմունալ վճարումների բաժանորդային համարները, փաստաթղթեր սկանավորել, վերբեռնել, տպել, ստորագրել և ի վերջո այդ ամենը հասցնել սոցիալական ծառայություն։ Ուշադրություն, այս ամենը սոցիալական աջակցության կարիք ունեցող մարդկանց համար, ովքեր հիմնականում ապրում են վատ պայմաններում, չունեն սմարթֆոն կամ համակարգիչ, առավել ևս ինտերնետ, շատ դեպքերում տարեցներ են և ունենալու դեպքում էլ չեն տիրապետում տեխնիկական գործընթացներին։ Հուլիսի 1-ից Հայաստանում ներդրված անապահովության գնահատման նոր ամբողջությամբ թվայնացված համակարգը պետք է հեշտացներ նպաստի ու սոցիալական աջակցության տրամադրումը, բայց քաղաքացիների ահազանգերը մեկ այլ պատկեր են ցույց տալիս։ Մարդիկ, որոնք հենց պետությունից օգնության կարիք ունեն, ստիպված են օգնություն խնդրել պետության չստացված համակարգը լրացնելու համար։ Տարածքային սոցիալական ծառայության կենտրոններում քաղաքացիներին ըստ հրապարակված ահազանգերի այլևս չեն օգնում դիմումը տեղում լրացնել։ Փոխարենը տալիս են հրահանգների թերթիկ և ասում ինքներդ լրացրեք։ Պետության ստեղծած տեխնիկական խնդիրներն էլ իրենց հերթին նոր խնդիրներ ու անարդարություն են առաջացնում։ Բանից պարզվում է դիմումներ լրացնելու համար մասնավոր համակարգչային կամ պատճենահանման կենտրոնները քաղաքացիներից պահանջում են 5-ից 10 հազար դրամ։ Այսինքն մարդը, որը պետությունից սոցիալական աջակցություն ստանալու կարիք ունի, նախ պետք է վճարի, որպեսզի կարողանա այդ օգնությանը դիմել։ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ ՀԿ-ն սա անվանում է աղքատության հարկ, բայց այստեղ խնդիրը միայն գումարը չէ։ Դիմում լրացնելու ընթացքում անհրաժեշտ է փոխանցել անձնական բազմաթիվ տվյալներ, ՀԾՀ, հասցե հեռախոսահամար, էլեկտրոնային փոստ, ընտանիքի անդամների տվյալներ, կոմունալ բաժանորդային համարներ, իսկ երբ մարդ չի կարողանում դա ինքնուրույն անել, ապա ամբողջ տեղեկատվությունը հայտնվում է մեկ ուրիշի ձեռքում։ Սա հատկապես ծանր է տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց և թվային հմտություններ չունեցող քաղաքացիների համար։ Ավելին, առցանց դիմում լրացնելուց հետո էլ քաղաքացին պետք է փաստաթղթի բնօրինակը ներկայացնի տարածքային կենտրոն 3 աշխատանքային օրվա ընթացքում։ Եթե չներկայացրեց, դիմումը կարող է մերժվել։ Սոցիալական աջակցության համակարգը առաջին հերթին պետք է հասանելի լինի հենց այն մարդուն, ով դրա կարիքը ունի։ Եվ եթե պետությունը որոշել է թվայնացնել այդ համակարգը, ապա քաղաքացին չպետք է աղքատության պատճառով դառնա նաև թվային անհասանելիության զոհ։ Այստեղ արդեն ոչ թե տեխնոլոգիական, այլ սոցիալական հարց է առաջանում։ Պետությունը օգնում է անապահով մարդուն, թե նախ ստիպում է նրան վճարել օգնության համար։ Տեսնես սոցապնախարար Արսեն Թորոսյանը մի մութ անկյունում հետևելով քաղաքացիների այս խուճապին ու սթրեսին, ովքեր առանց այն էլ մի աշխարհ խնդիրներ ունեն, ինչ է մտածում։ Կարելի է եզրահանգել, սա իշխանության կողմից ևս մեկ ատելության դրսևորում է սեփական ժողովրդի նկատմամբ։ Հայք Նյուզ լրատվական։